1959 թվականի մարտի 5-ին ծնվեց Զավենի և Գրետայի առաջնեկը, նրան անվանեցին հայրենական մեծ պատերազմի մասնակից հորեղբոր անունով Վազգեն։ Վազգեն Սարգսյանի ընտանիքը բաղկացած է եղել 5 անդամից՝ հայրը Զավեն Սարգսյանը, մայրը Գրետա Սարգսյանը, եղբայրները Արամ և Արմեն Սարգսյանները։ Վազգեն Սարգսյանի հայրը ծառայող էր, իսկ մայրը Գրետա Մայրիկը ուսուցչուհի է եղել և դասավանդել է հայրենի բնություն առարկան։ Դպրոցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմական էին տվել, բայց Վազգենն առանց նրանց տեղյակ պահելու գործերը վերցրել ու ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել։ Մի անգամ Վազգենը իր հայրենի գյուղի դպրոցում հրավիրվում է աշակերտների հետ հանդիպման, որտեղ որպես երիտասարդ արձակագիր պետք է քննարկեն իր ստեղծագործությունը։ Ուսուցչուհին Վազգենին խնդրում է, որպեսզի մի քանի բառով գրի իր կենսագրությունը, որպեսզի իմանա աշակերտներն ինչպես ներկայացնի Վազգենին։ Վազգենը վերցնում է գրիչ, թղթի մի կտոր ու հենց ծնկի վրա սկսում գրել մի էջանած կենսագրություն։ Աստծո հաջողությամբ, երբ գիրքս լույս տեսնի, այդ ժամանակ կարող ենք խոսել իմ եղած-չեղածի, արած-չարածի մասին։ Ու ավարտում այսպես. դատված չեմ եղել, բացի մորս տնային կալանքներից։ Դրսում բարեկամներ շատ ունեմ, Սփյուռքի ամբողջ հայությունը իմ բարեկամն է։ Էլ ասելու բան չմնաց, սա էլ ձեզ կենսագրություն։ Իսկապես այս կենսագրականի նման Վազգենը շատ համեստ է եղել։ Նա խոստովանում է, որ երբեք իրեն իսկական պաշտոնյա չի զգացել։ Նա նեղանում էր, երբ իրեն պարոն վարչապետ կամ պարոն նախարարով էին դիմում։ Սեղանի շուրջ, երբ ինչ-որ մեկ ուզում էր Վազգենին մի քանի խոսք ասեր, Վազգենը ընդհատում էր, ասում էր՝ ասա Վազգեն, կենացը դու խմիր։ Վազգենը երազում էր գնալ Մոսկվա, ընդունվել կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, ֆիլմեր նկարահանել։ 1980 թվականին «Ծնծաղիկներ և Էդելվեյսներ» ֆիլմում նկարահանվեց նաև Վազգեն Սարգսյանը, ով ընդամենը 22 տարեկան էր։ Մենք գտել ենք այդ ֆիլմը, ահա ֆիլմից մի հատված։ Վազգեն Սարգսյանը հաճախ էր խոսում մոր Գրետա Սարգսյանի մասին, մեծ հարգանքով ու երախտագիտությամբ։ Նրա խոսքերով, եթե մի բան եմ դարձել, դրա հիմքը դրել է մայրս։ Նա ինձ սովորեցրեց չհանձնվել, չխաբել ու չվախենալ։ Բայց լեզուն, որով խոսում էր նրա հոգին, արձակն էր։ Նա գրում էր նույնքան պարզ ու հասարակ, որով խոսում էր։ 80-ականների գրական միջավայրն ամփոփեց նոր գույն, համ հոտ, ասում էր Հովիկ Չարխչյանը։ Նա ասում էր, որ բանակի ստեղծումը կարևորագույն նշանակություն ունի մեզ համար։ Մենք պետք է ստեղծենք ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, այլ ժամանակի լավագույն բանակներից մեկը։ Ու ինքն էր ստեղծեց այդ բանակը։ Նա կառուցեց մեր պաշտպանության ամուր հիմքը։ Բայց իր որոշումներից ու նպատակներից նա չիրագործեց միայն մեկը, թեև դրան բոլորն էին սպասում։ Նա այդպես էլ չամուսնացավ։ Նրա միակ զավակը եղավ անկախ Հայաստանի բանակը։ Պետք է ամուսնանալ։ Բացիատ չի կարելի ասել, ընտրազանգված փորձն է։ Այդ նույն պետք է նա, բայց ինչպես դեռ որոշվում։ Չէ, պետք չի, սա որոշում է։ Որոշում։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, ես Բայց նրա իսկական կենսագրությունը շատ խորն ու բովանդակային է, ու էլ ավելին կլիներ, եթե շատ գործեր կիսատ չմնային։ Նա հավատում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու։ Այո, մերն է լինելու, մենք դեռ շատ գործեր ունենք անելու։ Մենք պետք է արդարացնենք քո հավատն ու սպասելիքները։ Մենք պետք է կառուցենք քո երազած Հայաստանը։